հանրային հեռուստաընկերության եթերում գտնված երազն է։ Տարիներ առաջ, երբ ծնվեց իմ այսօրվա հյուրը, նրան անվանակոչեցին Պուգաչովայի պատվին։ Այնուհետև, երբ երգեց առաջին անգամ պրոֆեսիոնալների համար, համեմատեցին Ագուզարովայի հետ, բայց կարճ ժամանակում նա դարձավ Ալլա Լևոնյան։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան եւ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Ալլա Լևոնյանն է իմ այսօրվա հյուրը իր երեխաների Ժաննա եւ Հայկի հետ միասին։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Բարև։ Շատ սիրուներ։ Շնորհակալություն, բարև։ Համեցեք։ Ինչպես եք։ Շատ լավ։ Գարնանային։ Բարձր տրամադրությամբ, նոր գաղափարներով։ Կյանքով լեցուն, այսպես ասեմ։ Բարի բուն իմաստով։ Այո։ Նախ ուզում եմ պարզել, թե ով էր ձեր ընտանիքում երկրպագուն Պուգաչովային։ Ընդհանրապես սիրում էին մերոնք երաժշտություն, այդ տարիներին այն թվերին, երբ որ ես եմ ծնվել, Պուգաչովան եղել է միշտ է իր գագաթնակետին, բայց այդ տարիներին եղել է ամենաբարձր տեղում եւ մարդիկ ընկալելիությունը շատ այլ է եղել, հայրս է որոշել այդպես։ Ինչ ընտանիքում եք ծնվել, ինչ մասնագիտության տեր մարդիկ են եղել։ Հայրս կռունկավար է, մայրս տնային տնտեսուհի, գյուղական համեստ ազնիվ ընտանիք։ Մայրս ուսանել է, նա պետք է ուսուցչուհի դառնար, բայց հիմիկվապես հեշտ չի ամեն բան եղել եւ չի կարողացել աշխատել այն տարիներին, օգնել է հայրիկին, 4 երեխա են ունեցել, մեզ հավուր պատշաճի պահել են, ինչքան հնարավոր է, մի քիչ ավելի դժվար է եղել այն ժամանակ, բայց այդ հաճելի ուրախ մանկությունը եւ ամեն ինչ այն ինչ որ ես հիշում եմ, որ իմ ծնողները ինձ տվել են, ես փորձում եմ գոնե կեսի չափ անել իմ երեխաների համար, ոչ թե միայն ֆինանսապես, այլ հոգեբանորեն, ամեն առումներով, որովհետեւ նրանք էլ այդ բերկրանքը զգան իրենց մանկության եւ իմ ու ամուսնուս հետ ապրելու։ Իսկ ով ձեզ համեմատեց Ագուզարովայի հետ։ Երբ որ ես առաջին անգամ մասնակցեցի մրցույթի, Բոհեմ մրցույթին, դա իմ առաջին մրցույթն էր եւ ստացա մրցանակը առաջին օտարական երգով, ժյուրի գլխավոր նախագահը Սիմոն Տերյանն էր։ Նա ասաց, մի օր էլ Գրիգորը ասաց Նազարյան, ես այն ժամանակ չգիտեի ով է Ժաննա Ագուզարովան, բայց այդպես համեմատում էին։ Տեսակովս այդքան էլ այդպեսին չեմ, հիմա արդեն որ գիտեմ նա ով է, բայց իմ պահվածքով հագուստը երևի թե ինչ որ հնարավոր էր այն էի հագնում եւ հնարավոր էր որ կարճ տաբատի հետ հագնեի փողկապ կամ գլխարկ ցիլինդր, որը շատ հետաքրքիր էր այն ժամանակ։ Հետո արդեն շատացավ, բազմազան դարձավ, բայց այդ ժամանակ համարձակ քայլ էր այդ կամ երկար պլաշ էլի ցիլինդրով կամ չգիտեմ տարբեր էր ոճը համենայն դեպս բոլորից։ Ընտանիքում 4 երեխա եք եւ 3 քույր, 1 եղբայր եւ ամենափոքրը դուք եք։ Ես եմ, ամենամեծը եղբայրս է։ Սա առավելություններ ձեզ համար թե հակառակը ճնշում էին։ Եվ ով էր ամենաշատը ճնշում։ Մինչև հիմա էլ դա առավելություն է։ Դե երես չեն տվել որպես այդպեսին, բայց այսպես թե այնպես կյանքը տալիս էր այդ երեսը, որովհետև ես ավելի շատ խաղացել եմ, շատ լավ մանկություն եմ ունեցել, խաղերով լեցուն եւ շատ տարբեր, նույնիսկ աղջիկներին ոչ հարիր, սկսած ֆուտբոլից, ավարտած մենք այնտեղ ասում ենք բանկափլավ, չլիգդաստ, ինչ հնարավոր է խաղացել ենք։ Բանկափլավը չգիտեի։ Բա դե տես, որովհետեւ դուք գյուղում չես ծնվել։ Բայց Հայկը օրինակ գիտի, բանկափլավ խաղացել ես։ Չէ, հիմիկվա երեխաներն էլ, բայց գիտես, ես առիթ եմ ստեղծում ամեն ուրբաթ շաբաթ կիրակի մենք գնում ենք պապայինց տուն եւ իրենք հնարավորինս թողնում են որ խաղան եւ հողամասում եւ ինչ հնարավոր է եւ չեն բարկանում ասում որ մի արագ կեղտոտվես ուզում են որ իրենք այդ ամեն ինչ այդ բերկրանքը զգան ինչ որ ես ինչքան բարձր տեղ կար ես այնտեղ էի ինչքան անհնարիներ չէր կարելի ես դա էի անում ու շատ գոհ եմ դրա համար։ Այժմ ճիշտ ժամանակն է, որպեսզի մենք հենց այսպես հետաքրքիր վիդեո էքսկուրս կատարենք ձեր մանկության էջերով, ռեպորտաժի տեսքով։ Հետաքրքիր է։ Մեկ անգամ հանդիպեցի ավտոբուսի մեջ, հարցրեցի Ալաջան ուր ես գնում, ասեց ընկեր Գևորգյան գնում եմ փորձեմ բախտս, ասեցի ինչ բախտ Ալաջան, ամուսնանում ես։ Բախտն էլ ոչ ավել, ոչ պակաս Երևանում էր, իսկ դրան հասնելու համար պետք էր Հայաստանի մասին մի ստացված երգ ու հեծանիվ։ Այն հեծանելն է, որով տարիներ առաջ Ալլա Լևոնյանը եկավ Երևան եւ այդպես էլ մնաց Երևանում։
Գյուղում երգչուհի դառնալու մասին մտածելը համարձակություն էր։ Երազանքի հետևից գնալն էլ կրկնակի դժվար։ Ալան գնում էր իրագործելու ոչ միայն իր, այլ նաև մի ամբողջ դասարանի երազանք։ Դպրոցում երբ միջոցառումներ էր լինում, Ալան անդադ մասնակցում էր, երգում էր, դրա այն ժամանակ հագնում էին ֆորմա ֆարտուկ։ Դրա համար ավարտելուց ընկերները գրել են, որ Ալա ջան, դու անպայման պիտի երգես։ Ալայի հայրը դստեր տաղանդի մասին ավելի ուշ իմացավ։ Սկզբում հայր ու աղջիկ ավելի լուրջ զբաղմունք ունեին, աստղերն էին հաշվում։ Սա նման աստիճան են, կանում էին ու բարձրանում են վերև գրիշը բացան։ Ինքն էլ ապահովության համար ուղեկցում էր դստերը։ Միասին աստղերին էին նայում, բայց որ աղջիկն էլ մի օր աստղ կդառնա, չէր էլ ենթադրում։ Հերոստացույցով նայում ենք, մի հատ փոքր աղջիկ, ատամներն էլ ոսկե, երգեց։ Ասալա ջան, տեսար ինչ լավ երգեց այդ աղջիկը, այդ փոքր աղջիկը։ Վայ, այ պապ ջան, ասում է, ես դրանից 100 անգամ լավ կերգեմ։ Ավշարի միջնակարգ դպրոցում էլ զարմացան, որ Ալան երգը ընտրեց։ Դասղեկը հիշում է, որ միշտ ձի ունենալու մասին էր երազում եւ բանաստեղծություններ էր գրում։ Առաջին բանաստեղծությունն էլ հենց իրեն էր նվիրված։ Էլի ջրեք այս ծաղիկը։ Այս ծաղիկը իր բուրմունքով գեղեցկության մարդկանց սիրտն է ոգևորում։ Էլի ջրեք այս ծաղիկը։ Ընդհանրապես քառատով։ Բայց երգին էլ դեմ չեն, ավելին, կողմ են։ Իրեն բնորոշ անկեղծությունն ու պարզությունը զգում են, հատկապես հեղինակային երգերից։ Միայն մեկ խնդրանք Արարատից՝ մենահամերգ Արարատում, ինչքան հնարավոր է շուտ։ Զարմանալի մարդիկ եք, չէի պատկերացնի, շատ հաճելի էր, հաճույքից եմ հուզվել, որտեղ մի պահ գնացի դեպի մանկություն, այդ դպրոցական նկարները, իմ ուսուցիչները, որոնց շատ սիրում եմ, հայրս, մայրս, Որոնք երբևէ հարցազրույց չեն տվել, ինչքան գիտեք։ Ոնց է կարողացել համոզել, ես դա չեմ հասկանում։ Տարիքի հետ նրանք են համոզվել։ Ես իմ ամուսնուն անգամ չկարողացա համոզել, որ ինքը այսօր էստեղ լինի, որտեղ մի երկու անգամ առիթ ա եղել, որ էլի նմանատիպ հաղորդումներ են եղել, որտեղ պետք է անպայման ինքը ներկա լիներ, ես չէի գնացել եւ սկսեցին ասեկոսեները, որ ես բաժանվել եմ։ Իհարկե հույս չունենաք։ Պարզապես նա նկարվել չի սիրում, տղամարդու այդ տեսակն է, բայց բավականին բարետես է, խելացի ու ես իրեն շատ սիրում եմ։ Իսկ այս տեսագրության համար ուղղակի անչափ շնորհակալ եմ։ Սիրով, հասկացանք, որ ուսուցիչները փաստորեն այլ սպասելիքներ ունեին ձեզանից։ Նրանք բանասեր էին պատրաստում։ Ես պետք է որ ընդունվեի համալսարանի կամ բանասիրական բաժինը կամ ժուրնալիստիկայի բաժինը, բայց երգը ավելի զորեղ գտնվեց, փոքրուց էլ միշտ երգել եմ, գրում էի բանաստեղծություններ, երգեր, անգամ հիշում եմ Թավջութակի եւ Դաշնամուրի համար ունեի գրած գեղեցիկ փոքրիկ պիես, որը երաժշտական դպրոցում Արարատ քաղաքի, նույնիսկ մի պահ նվագեց մի երիտասարդ, ամեն ինչի նկատմամբ ունեցել եմ հետաքրքրություն։ Ընտանիքում երաժշտական դաստիարակությունը պարտադիր էր, թե պարզապես այն տարիներին, եթե հիշում եք, ցանկալի էր։ Ես եւ քույրս, մյուս քույրս, որը ինձնից մեծ է, նա հիմա երաժշտական դպրոցում Արարատ քաղաքի արվեստի դպրոցում ուսուցչուհի է Դաշնամուրի։ Մեծ քույրս, որը հրաշալի երգում էր, եւ հայրս էր միշտ, հայրս շատ սովետական, այդ ռուսամետ մարդ է եւ միշտ սիրով պատմում էր, նստում լսում էինք իր բանակի տարիների ընկերներից եւ այն տարիների, որ անցկացրել է Ռուսաստանում եւ այդ Ձեն Պաբեդիցիոնը նոր դրանք մեր տնից անպակաս են եղել, որը հենց իմ մեծ քույրն էր լավ երգում, նա էլ դպրոցում էր ուսուցչուհի։ Եղբայրս նվագում է Դաշնամուրի վրա, կիթառի վրա, ակորդեոնի վրա, այնպես սիրողական։ Բայց երաժշտասեր եւ երաժիշտ մարդ է, բայց սկզբից դեմ է եղել, չէ՞։ Եղբայրս իմ բախտը բերեց այն ժամանակ, երբ որ ես ասացի, որ ընկերներիս հետ գնում եմ մատենադարան, այդ պատրվակով գնացի, ընդունվեցի արձագանք ստուդիա, ինքը այդ ժամանակ գտնվում էր Ուկրաինայում, եթե այստեղ լիներ, բնականաբար թույլ չէր տա ոչ թե որ նա հետադիմական մտքեր ուներ, այլ վտանգավոր էր լայն իմաստով, չեմ ասում կոնկրետ ինչ-որ բանի համար, այդ հիմա է դարձել դրոշակի պես մի բան, որ եթե մարզերից է, գյուղերից են, ուրեմն տաղանդավոր են, շնորհքով են, այն ժամանակ մեծ համարձակ քայլ էր եւ ես էլ լինեի իմ մայրիկի փոխարեն, որը որ չէր ուզում, որ ես երգեմ, ես էլ կանեի նույնը, որտեվ գյուղից որոշել գյուղական միջավայրից դուրս գալ, դառնալ երգչուհի մի քիչ դժվար էր։ Ամենաշատը զգուշանում եք հայրիկի կարծիքից, չէ՞, հայրիկի խոսքից, բայց ամենահեշտը նա է համաձայնվել։ Շատ զարմանալի է, շատ ճիշտ եք ասում։ Մայրս, որ ուղղակի ապշել էր հորս պահվածքից, որովհետև նա ուղղակի ասաց, որ
թող այս մեկն էլ էսպես լինի, ուզում է թող երգի։ Ես էլ էի զարմացել, որովհետև կային բաներ, որ ծայրահեղ օրինակ հայրս չէր ընդունում, որը որ նորմալ պիտի որ ընդուներ։ Իսկ բաներ էլ կար, որ այդ ժամանակ շատ դժվար էր, որ ինքը պիտի ընդուներ, ինքը ընդունում էր։ Ես էլ եմ իր նման, ճիշտն ասած, բնավորությամբ ընդհանրապես ես հայրիկիս եմ նման շատ։ Ամեն օր 100 կիլոմետր Ավշար եւ Երևան ճանապարհը 48 կարծեմ 50 դե 100 գնալ գալով նկատի ունեի լավն էր ինձ համար ընդհանրապես գյուղական կյանքը միջավայրը եղել է հիմք որ ես լինեմ այսպիսին բայց նաեւ ինձ համար ինչ որ առումով սահմանափակ է եղել որովհետև ես եւ ուզում էի գեղասահքով զբաղվել եւ շատ խմբակների եմ մասնակցել, ինչը որ կար Արարատում։ Հետաքրքրությունները մեծ էին, հնարավորությունները փոքր, ոչ այնքան մեծ, բայց օրինակ հիշում եմ 6-րդ դասարանում մեր դասարանում Հարություն անունով տղա կար, որի հետ հաճախում էին գրողների միության բողբոջ խմբակ, պիոներ կանչինկից։ Այսինքն ես զգում էի, որ ինձ համար նեղ է գյուղում ինչ որ բաների հասնելը։ Եվ այդպես որոշեցի ձգտեցի ցանկությունը մեծ էր ես հիմա էլ եմ ասում իմ երեխաներին որ եթե ինչ որ բան ուզում եք ու դա բարին է ու լավն է հետ չպիտի կանգնեք այդ նպատակասլացությունը պիտի սերմանեմ հնարավորինս իրենց մեջ մանավանդ որ հիմա հնարավորությունները շատ են այն ժամանակ կուզեի լողի գնալ որ հիմա իմ երեխաները անում են բայց ինչպես կարող էին օրինակ ծնողներս աշխատանքը թողնել ամեն ինչ ժամանակի առումով էլ դժվար էր այդքան տանել բերելու խնդիր կար բայց ինչպես տեսանք նաև ռեպորտաժում որ ես որոշեցի գնացի ընդունվեցի մասնակցեցի բոհեմ մրցույթին ստացա առաջին մրցանակ հիշում եմ ամբողջ գյուղը ամբողջ մարզից ինչքան մարդիկ կային համալիրում եւ ինձ օգնում էին ոգևորում էին դրանից հետո արդեն գնաց ճանապարհս բացվեց երազանքը կարելի ասել իրականացավ եւ այսօր արդեն ոչ միայն կացած երգչուհի այլ նաեւ հիանալի մայր նաեւ պատրաստում եք երրորդ բալիկին լույս աշխարհ բերել արդեն հայտնի է աղջիկ է լինելու աղջիկ է արդեն հայտնի է դե ինչ որ Աստված տար բայց իհարկե եթե արդեն գիտես թե նա տղա է թե աղջիկ ուրախանում ես տղա էլ լիներ պիտի ուրախանայի երկուսից էլ ունեմ փառք Աստծո այդպեսի շնորհակալ եմ բոլոր բալիկներին Աստված պահապան այ Ժաննա քանի տարեկան ես եւ ինչով ես զբաղվում կպատմես մի քիչ քո մասին Ես 9 տարեկան եմ, հաճախում եմ Մեսրոպ Մաշտոցյան Վան դպրոց, այնտեղ մնում եմ մինչև 5:30, դասերս այնտեղ պարապում եմ, շատ եմ սիրում նկարել, նկարում եմ բնություն, ամեն ինչ, հաճախում եմ լողի, պարի եմ գնալու և դաշնամուրի։ Այս ամենից դեռևս ամենաշատը ինչն ես սիրում։ Բոլորն էլ շատ եմ սիրում։ Բայց վստահ եմ, որ այնուամենայնիվ մայրիկը հատուկ ուշադրություն է դարձնում քո երաժշտական կրթությանը, չէ՞։ Իսկ հնարավոր է որ նվագես մեզ համար։ Այո։ Հա, կնվագես։ Խնդրեմ։ Իսկ ինչ ես նվագելու։ Ջան, հայկական մի բան էլի, հա, հայկական գործերից կհիշես։ Երկ առանց խոսքի գրել է Սարաջանը։ Խնդրեմ, Ժաննա Տիգրանյան։ Ապրես։ Չնվագեցիր, ճիշտ արեցի, շատ երկար է դաս, ապրես։ Իսկ Հայկը ինչով է զբաղվում, դու էլ պատմիր։ Ես զբաղվում եմ լողով, սիրում եմ ֆուտբոլ խաղալ։ Դպրոց գնում ես։ Այո։ Որ դասան ես։ Առաջի։ Դասարանում ամենալավը դու ես ֆուտբոլ խաղում, ճիշտն ասա։ Հա։ Հա։ Իսկ լողալու առումով էլի դու իսկ որոշել ես արդեն ինչ պետք է դառնաս։ Իսկ մայրիկը որոշել է արդեն։ Չէ։ Հայրիկի հետ միասին։ Չէ, ինչ որ իրենք կուզեն, պիտի օգնեն բնականաբար։
որպես նորմալ ծնող, որպես նորմալ մայր, որևէ բան, որ ես իրենց երբեք չեմ ասում, սա պիտի անես, սա պիտի անես։ Ասել եմ, որ ցանկալի է, որ երկուսդ էլ ունենա երաժշտական կրթություն, որպես ներքին կուլտուրայի ձևավորման, լավ ազդեցություն է թողնում երաժշտությունը։ Օրինակ Հայկը շատ սիրում է կիթառ գործիքը, կիթառը եւ շատ ուզում է եւ Ժաննը նույնպես, երևի թե մյուս տարվանից կարելի է զբաղվել նաեւ այդ հարցով։ Թող նվագեն, երաժշտությունը մաքրում է, երաժշտությունը բարիացնում է, երաժշտությունը հուզում է, թող ապրեն այդ ամենը, բայց հետո ինչ կլինի, որևէ բան, եթե կընտրեն, անպայման պիտի իրենց կողքին լինեն։ Բայց երաժշտական աշխարհին ծանոթացնում եք։ Անպայման, պարտադիր է։ Հայ կարող են շուտ բան արտասանես մեզ համար։ Այո։ Мой веселый звонкий мяч, ты куда помчался скач? Желтый, красный, голубой, не угнаться за тобой. Ապրես։ Այնքան եմ ուրախանում, Հայկը մի քիչ փակ է, ինքն էլ չի սիրում նկարվել, հազիվ եմ համոզել բերել։ Հա, հիմա երևի քեզնից է, Գուարջան։ Շատ ուրախացա։ Շատ լավ։ Ապրես։ Ալա, մենք ունենք մի հետաքրքիր փորձություն քեզ համար, որը եւս անակնկալ է, բայց այդ փորձության համար կա մի քանի պայման։ Խնդրեմ։ Պատրաստ եք այդ պայմանները ընդունել։ Ձեզ կխնդրեմ, որ դուք էլ այդ պայմանին ենթարկվեք։ Ուրեմն առաջին պայմանը այն է, որ պետք է աչքերը փակել։ Երկրորդ պայմանը։ Ալա, վստահ եմ, որ քո ստեղծագործություններից գրեթե բոլորը դու լավ գիտես, չէ՞։ Ուրեմն կհնչի ստեղծագործություն եւ փակ աչքերով դուք փորձես կռահել։ Ոչ թե կռահել, դուք իմանաս թե դա որ երաժշտությունն է, բայց դուք փորձես ձայնակցել, երգել։ Սիրով կերկես հետս։ Հա։ Եթե պատրաստ եք, ուրեմն աչքերը փակում ենք, բայց բացել չկա։ Չէ, չկա։ Խոստանում եք։ Հա, դու էլ ես փակում։ Հա։ Դե ուրեմն փակում ենք աչքերը։ Չբացեք։ Չբացեք, փակում եք։ Խոստացել եք։ Չբացենք։ Երեկոն եմ շատ սիրած երգերից։ Երեկո երբ իջար տարածեց իր թևերն ամենուր բարուրեց ինձ նորից քնքշությամբ ժպիտով երազում Կարող ես բացել լուր գիշերվա անուրջի քնքշությունն եմ զգում լուր գիշերվա Ծաղկունքի բույրով շուրջը լցվում ու ինչ-որ տեղ հեռվում անտեսված ու մոռացված մի կարոտ է օրորվում Արզունակ ու մեղմիկ շշուկով ու թախիցով նա իր երգն է շշնջում Այս ինչ անակնկալ էր Կյանքես Երգան Էդգար Գյանջումյանն է մեր այսօրվա հյուրը, շատ շնորհակալ ենք։ Ուրեմն երկրորդ երգն էլ էր Էդգարը գրել, մեկ անգամ եմ երգել ընդամենը, խոսքերի հեղինակը ես եմ, գեղեցկագույն երգերից է Էդգարի։ Նախ Էդգար, իսկապես շատ շնորհակալ ենք, որ այսօր եկաք, հուսով եմ անակնկալը իսկապես ստացվեց եւ քանի որ այստեղ եք չենք կարող պարզապես չհարցնել
Որովհետև բավականին հաջողված զուգերք էր ձեզ մոտ եւ հիթեր եւ բոլոր այո, բոլորը շատ սիրել էին։ Այդ երգը պարտադիր երգում եմ, պարտադիր, շատ սիրված ստեղծագործություն է։ Էդգարի երգերը շատ սիրում եմ, շատ անկեղծ են, ոչ մի ավելորդ բան չկա, միշտ դա եմ ասում, որ ինչպես կա այդ մարդը այդպեսին ներկայացնում է եւ հատկապես երեկոն գուցե ես եմ երգում դրա համար, բայց շատ նուրբ է, շատ լիրիկական եւ շատ հայ։ Ձեր կողմից է չէ եղել առաջարկը համագործակցության։ Այո, ես ասացի, որ երգի թատրոնում ենք, չէ՞ այդ։ Ասացի, այդ մի հատ երգ գրի ինձ համար, սիրուն ես գրում, որտեվ հայրեններն էի լսել, կարծեմ ձյունը, չէ՞, թե հայրեններն էր դեռ այն ժամանակ։ Հայրենները ու տաղերը 13 տարի առաջ։ Հա, գուցե դա է տպավորվել, բայց ասացի, բայց եթե հետս չերգես, ես չեմ երգի, որովհետև ես հասկանում եմ հեղինակը ինքը ավելի հայտնի, միանգամից հայտնի է դառնում, երբ երևում է եւ ինչու՞ չէ, եթե տղանիկն է գրում, ինչու՞ չերգի, ինչու՞ չփորձի։ Դա էլ շատ անկեղծ իմ կողմից առաջարկ էր եւ ընդունեց Էդգարը, հետո տեսահոլովակը եղավ, խոսքերը ես գրեցի, դրա համար երևի ինչ որ չափով ավելի եմ սիրում, գուցե դրանից էլ է։ Այդ մայրիկն էլ է հաջողված երգ։ Հա, պիտի երգեն, այդ երգը պիտի սարքենք։ Հիմա զգացի, որ կարոտել էի։ Շատ Իմ նման է։ Համատեղ ծրագրերի նախագիծ կա էլի, թե։ Օրինակ մայրիկի երգը պետք է սարքենք։ Չէ, իսկապես հիմա ես էլ Վաղուցվանից չէի անդրադարձել։ Ուղղակի չասենք սարքենք այդ երգը, որտեղ շատ գեղեցիկ է։ Վաղուցվանից չէի ինքս ինձ համար կողքից լսել։ Ինչ որ կարոտեցի այդ։ Շատ լավն է։ Դե տեսնում եք, ուրեմն ժամանակն է արդեն տեսահոլովակ էլ թողարկել այս ամենին։ Աշխատենք այդ ուղղությամբ, իսկապես, որտեվ լավ ազնիվ երգեր շատ են պետք, շատ են սարքովի արդեն երգերը դարձել։ Անմիջականությունն ու անկեղծությունը պիտի տեսակ պակասում է եւ մարդիկ դրա կարիքը զգում են։ Միշտ։ Էդգար, քանի որ նաև աշխատել եք Ալայի հետ, ճանաչում եք, հետաքրքիր է ինչպեսին է նա աշխատանքի մեջ, որպես կողքի կարծիք։ Ալան միշտ նույնն է։ Բեմում աշխատանքի մեջ, ընկերության մեջ այնքան լավ բան է, մարդ չի խաղում։ Իրեն չի ցուցադրում, շատ ինքն է չի լարվում էլի։ Եվ դիմացինը դա տեսնում եւ գնահատում է անշուշտ։ Որտեվ արվեստը եւ արվեստի կրողը պետք է լինի անկեղծ, կարծում եմ։ Այ բազմաթիվ երգիչ երգչուհիների հետ եք աշխատել, կա ինչ որ մի առանձնահատուկ գիծ, որով կբնութագրեք Ալային որպես երգչուհի։ Գիտեք, ճիշտ է, բոլորին եմ սիրում, բայց ոչ թե բայց եւ ուզում եմ ասել, որ Ալայի հետ այնքան հեշտ է, հանգիստ է։ Քեզ հետ էլ Էդգար ջան։ Ալա, որտեղից է գալիս այդ հանգստությունը։ Գիտես, իրականում այդպես երևում է։ Շատերն են ասում, երբ որ ասում են, ձեր ձայնը լսում ենք, հանգստանում ենք, երգեցող հատուկ, այսինքն շեշտադրում չկա որևէ բանի մեջ, գուցե դա է, բայց ընդհանուր առմամբ շատ անհանգիստ եմ, պարզապես դա իմ ընտանիքում է, ընտանիքի մեջ է երևում ինչ-որ չափով տեղ-տեղը, որ այդքան էլ պետք չի, փորձում եմ դուրս չհանել, եթե ինձ ինչպես են ասում, չխախտեն, հունից չհանեն, հա, հանգիստ եմ, բայց բացի այդ էլ ներքին անհանգստություն կա, որը բերում է նրան, որ ստեղծագործեն, բերում է նրան, որ գրվեն երգեր, այդպես հանգիստ չեմ, ես շատ անհանգիստ մարդ եմ իրականում։ Այսինքն համագործակցությունը չի լարում, շփումը չի լարում, դրա թե չէ բարձր է։ Կախվածություն չկա որևէ բանից եւ ամեն ինչ անկեղծ է։ Որ դիմացինը, ես օրինակ ես եմ աշխատում լինել այնպես, որ այն մարդիկ, ովքեր ինձ հետ շփվում են, նրանք չլարվեն։ Մենք չասեն, վայ, ես եմ արդել եկավ, որովհետեւ ես չէ դա նորմալ վիճակ չի։ Ինչ ասենք, որ չնեղանա, ինչ ասենք, որ լարվածություն չլինի։ Պարզապես դա է երևի, որ մարդիկ գիտակցի, որ հանգիստ ապրեք։ Բոլոր անհանգստություններն էլ կան մեր շրջապատում, այնպես չի, որ ես կամ Էդգարը չունենք որևէ խնդիր, այդպես չի, պարզապես աշխատենք, որ չփաթաթենք դիմացինին, եթե ես այդ օրը տրամադրություն չունեմ կամ ինչ-որ բան այնպես չի, իմ ընկերը կամ կոլեգան դրանում մեղավոր չեն, բայց փաստացի շատ կան այդպիսի մարդիկ, որ այդ օրը ինքը տրամադրություն չունի, ստիպված պետք է նրա հետ զգույշ լինել, ինչու, ամեն մեկն էլ ունեն այդ խնդիրները,
իրենց մեջ պետք է լուծեն։ Սա է երևի թե, չէ՞ այդ։ Այո։ Ճիշտ է։ Շատ լավ, նշեցիք երեկո ստեղծագործության մասին, նաև մայրիկ ստեղծագործության կան այլ ստեղծագործություններ, որոնք գուցե համատեղ աշխատանքի արդյունք են, բայց մենք դրա մասին գուցե մոռացել ենք կամ չենք հիշում։ Չկան այդպիսիք, որտեղ գուցե նրանից է, որ ինքս եմ ստեղծագործում եւ դա էգոն է մարդու Էդգարի ինձ կհասկանա, երբ որ դու ինքդ գրում ես, ոչ թե կոնկրետ Էդգարի հետ կապված, ընդհանրապես շատ չես օգտվում մյուս կոմպոզիտորների, երգահանների, ուրեմն հնարավորություններից, առաջարկներից, բայց այն ինչ որ կպնում է իմ սրտին, ես ինքս էլ չեմ նեղվում։ Երբեք առաջի քայլն անելուց չեմ նեղվում։ Ինքս չէ մարդուն Էդգարը դեռ այն ժամանակ այնքան էլ ճանաչված չէր, չէ՞։ Եվ ես երբեք վատ չզգացի ու հիմա էլ եթե ինքը հանկարծ չեմ ուզում ասեմ Էդգար ինձ համար գրի, որտեվ երբ որ գա ինքը ազնվորեն գա եւ անկեղծաբար գրվի, ինքը կառաջարկի ու ես շատ կուրախանամ, բայց իհարկե միշտ եմ սպասում իրենից երգերի, որտեվ շատ իմ նման են իր երգերը, այն ինչ որ ինձ համար է գրում։ Գուցե դա է, եթե լինեի մեկը ով խնդիր ուներ եւ չէր գրում, որտեվ ես էլ թղթի վրա ունեմ շատ երգեր, որոնք դեռ պետք է լուսաբանվեն, պիտի գործիքավորվեն, երեխաներիդ պես ուզում ես, որ իրենք էլ լույս աշխարհ գան։ Մի քիչ հնարավորության հարց է, բայց ամեն դեպքում միշտ ուրախ եմ լինում, լավ բաները որ լինում են, դա լինի երգ, դա լինի վերաբերմունք, որևէ բան ինձ իհարկե ուրախացնում է, փորձում եմ նույնը անել դիմացինի հանդեպ։ Շատ լավ, Էդգար, իհարկե ես ակնկալում եմ նաև ձեզ տեսնել մեր ծրագրի շրջանակներում արդեն որպես երգահան Էդգար Գանջումյանի առանձին եւ այս բանը շտապում եմ հարցնել մեր այսօրվա հերոսուհուն ամենագլխավոր իմ հարցը։ Ալա, ո՞րն է ձեր գտնված երազը։ Դրանք կան, երևի թե իմ գտնված երազն իմ ամբողջ կյանքն է։ Գորջան, որովհետև տարիներ առաջ մտքով ես չեր անցնի, որ կլինեմ այս կարգավիճակում, բայց իմ ամբողջ կյանքը մինչև հիմա, մինչև այս պահը ապրած, նույնիսկ այս պահը ինձ համար գտնված երազ է, որովհետև մեծանալու հետ հասկանում եմ, որ պահը պիտի կարողանաս գնահատել, դա էլ է երազ։ Եթե ասում ես, որ հա ինչ է, այդպես էլ պիտի լիներ, մի հաղորդումներ անցավ գնաց, Էդգարներ եկավ նվագեց կամ ուսուցչուհիները սերին խոսեցին, այդպես չի, պահը պիտի կարողանաս գնահատել, բռնել, իմ գտնված երազը իմ հրաշք բալիկներն են, որ նայում եմ ասում Աստված իմ, ես իմ երեխաներն են, ու ես ինչքան եմ իրանց սիրում, իմ գտնված երազը Սերոն է, որ իմ կողքին է, որ ինձ շատ եմ սիրում, անվերապահորեն, ինձ ծնողները, եղբայրս, քույրերս, Աստված բոլորին պահապան լինի, բոլոր մարդկանց, միակ բանը, որ կուզեի, որ երբ որ դուրս եմ գալիս փողոց, կուզեի, որ մարդիկ իրենց բավարարվածը զգային, դա էլ կմտներ իմ երազների մեջ։ Իսկ այնպես ցկտումային բաներ շատ կան իհարկե, որոնց կուզեմ հասնել, դրանք էլ գուցե երազանքների ինչ որ իրականացման ձև են, փոքր տարիքից երազել եմ տիեզերագնաց դառնալ։ Ինձ համար անհունությունը, տիեզերքը միշտ ձգողական են եղել, միշտ հայացքս դեպի վեր է եղել, հիմա էլ մինչև հիմա երեխայի պես նայում եմ աստղերին, խոսում եմ, բայց մի շատ լավ մարդ ինձ ասաց, դու արդեն տիեզերագնաց ես, ասացի, այդ ինչպես, ասեց, երգը տիեզերք է, ուրեմն ընդունեմ, որ եթե պարտադիր չի բարձրանամ այնտեղ կամ եթե ես մտովի զգացմունքայինորեն կարողանում եմ համագործակցել տիեզերքի հետ երգի միջոցով, ուրեմն իմ գտնված երազը իսկապես գտնված է։ Շնորհակալություն Ալա, շնորհակալություն Էդգար հրավերքը ընդունելու համար, եթերում գտնված երազներ։